Նախ հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են դրական ազդեցություն են ունենում, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի եռաստիճան համակարգ էր գործում, 23% եկամտային հարկ, 25% եկամտային հարկ եւ 32, եթե թվերի մեջ սխալվեմ կներեք, գուցե անգիր չհիշեմ, բայց եռաստիճան համակարգ էր, մենք դարձրինք համահարց եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է, այսինքն այս առումով աշխատավարձերի վրա մենք եկամտային հարկը նվազեցրել ենք, այդ թվում ձեր ասած սոցիալական նկատառումներով։ Երկրորդը թոշակների հետ կապված մենք թոշակների ավելացման քաղաքականություն ենք որդեգրել եւ որդեգրում ենք այդ քաղաքականությունը, շարունակում ենք այդ քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվում, որտեղ մենք հենվում ենք նաեւ անհատական ջանքի գաղափարաբանության վրա, արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, առաջիկայում այդ հետվճարի համակարգի վերադարձվող տոկոսային հատվածը ավելի կմեծանա եւ ես առիթ ունեցել եմ հայտարարելու, որ առաջիկայում սա լինելու է մեր շարունակական քաղաքականությունը, բայց թոշակառուների սոցիալական իրավիճակի հետ կապված ամենակարևոր նորությունը հիմա 2026 թվականին գալիս է եւ 65 տարեկանից բարձր անձանց համար կառավարությունը ձեռք կբերի առողջապահության ապահովագրության փաթեթ, որովհետև թոշակառուները, երբ որ մենք խոսում ենք գների մասին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ ծախսերից մեկը, որ կատարում են, վերաբերվում է առողջությանը եւ առողջապահությանը, եւ այդ ծախսերի մի զգալի մասը կառավարությունը համընդհանուր առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգով գալիս այդ մարդկանց հաջորդ օրը ոչ մի բան չի փոխվում այսօր Հայաստանում մարդկանց հաջորդ օրը ինչ է փոխվում նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում այսօր Հայաստանում կան մարդիկ ընտանիքներ որ հազարավոր ընտանիքներ որ 10 եւ ավելի տարի անապահովության համակարգից օգտվում են այսինքն կառավարությունը ինչ որ մի չափով բառից բուն իմաստով վերցնենք հանապազորյա հացը ամեն օր հանապազորյա հաց է տալիս այդ մարդկանց եւ ինչ նրանց սոցիալական կյանքում բան փոխվում է թե չէ իմ կարծիքով մենք աղքատության հաղթահարման բոլորովին այն կոնցեպտները որ արդեն 30 տարի մենք փորձարկում ենք այդ կոնցեպտները ակնհայտ է որ արդյունավետ չեն աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն արդյունավետ եւ արտադրողական աշխատանքի միջոցով աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի միջոցով իսկ լավ վճարվող աշխատանք կարելի է ունենալ միայն համապատասխան կրթություն ունենալու դեպքում ուրիշ տարբերակ պարզապես չկա եւ ելի եմ ասում եթե նույնիսկ մենք այդ սոցիալական աջակցության փաթեթը ավելացնենք ասենք ոչ թե մի հաց տանք ամեն օր մեր սիրելի հայրենակիցներին, այլ 2 կամ 3 կամ պանիրել, միսել, թթվասերել, մեկը նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Եվ մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ։ Եվ ընդհակառակը նման ընտանիքներում մեծացող երեխաներին մենք ինչ ուղերձ ենք տալիս, մենք լավություն ենք անում արդյոք նրանց, ոչ։ Այսօր Հայաստանում հազարավոր օտարերկրյա միգրանտներ գալիս աշխատում են։ Մյուս կողմից մենք ունենք լայն խնդիր աղքատության, գործազրկության եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է այո կան նաեւ մարդիկ, ովքեր աշխատում են եւ բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչն է դրա պատճառը, որովհետեւ նրանք կատարում են ցածր որակավորման աշխատանք։ Իսկ ինչն է պատճառը, որ նրանք կատարում են ցածր որակավորման աշխատանք, որովհետեւ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ, կարողություններ ավելի բարձր որակավորման աշխատանք կատարելու համար։ Հետևաբար ո՞րն է իմ պատկերացումը հարցի լուծման վերաբերյալ, ես դրա համար ասել եմ, ես պատկերացնում եմ հարցի լուծման 3 գործողություն։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Չկա ուրիշ տարբերակ։ Եթե մենք չգնանք այս ճանապարհով,
ինչքան էլ միջոցներ հատկացնենք, մենք աղքատությունը երբեք չենք հաղթահարելու։ Աղքատությունը կհաղթահարվի միայն կրթության միջոցով։ Որ սերունդները, այս սերունդները, ասենք օրինակ